եւ 4 անգամ խոտ։ Այս պահին քանի դեմը խոտ կա, չեմ կարողանա ներս տանել։ Հա իրանք sense վազել են ու ներս չգնա։ Ակումբում բոլոր ձիերն իրենց փաղաքշական անուններն ունեն։ Տերերը սիրում ու գուրգուրում են նրանց բոլորին, իսկ Գագիկ Փարաջյանը ձիուկներին կոչում է աղջիկս կամ տղաս։ Բարև սիրուն աղջիկ, այս շատ լավ աղջիկ, այսի միջև հիմա գիտի ես իրա պապան եմ, ծնվելա ինձ ա տեսել, գիտեք փոքր վաղտից, հետևիցս ման ա գալիս, այս Զաքուկն էլ շատ մարդամոտ ա, նայեք ոնց ա դուր գալիս, նայեք ոնց ա դուր գալիս իրան, այժի լավն ա ձիուկս, ալվադի տղան ա, սևուկա ու չի բացառվում, որ տեսեք ես սևաթույր Զաքուկը ժամանակի ընթացքում ճերմակի, պես որ Աստծո գործերը ձիերը ապրում են, եթե մարդուն ընդունենք ապրում 100 տարեկան, ձիերը ապրում են 25 տարեկան, 69 տարեկան ապրում ձիերը աղջիկս դրա կողքը բացված է հետո երևի իրար կծել են, հեսա մեծ բացված է Ցինկի օքսիդա։ Օպա։ Նո։ Այդ ձայնից է ուշ դնում, դրա համար մի հատ դրսում փչեցի, հետո մի հատ է ներսում։ Նա իր ձիրով մասնակցել է բոլոր այն ֆիլմերի նկարահանումներին, որոնցում այդ հրաշք կենդանիների կարիքն է զգացվել։ Մխիթար Սպարապետի նկարահանումներից վերադարձել էին Այն պատերազմի վետերանների պես շարունակ խմում էին, չէին կարողանում առանց ձիերի ապրեն։ Ու այտենց փորձեցինք Սաշայի հետ բան անենք, ինչ որ արշավ մտածենք։ Ոնց անենք, որ ձիերով պտտվենք, ձիերի կդրվենք, հա։ Ընդհանրապես ձին ինձ համար, ձի-մարդ հարաբերությունը իմ հիմնական թեման է, իմ կյանքից, որովհետև մարդը ձիու վրա հեծած եկե մտել է այս քաղաքակրթություն վրայից իջել է, նստել է այդ երկաթյա մեքենան, ժամանակին այդ ձին իր համար եղել է եւ պատերազմի մարտական ընկեր, գութան քաշող, ամեն ինչ անող, հետո իջել է վրայից, նստել է երկաթյա մեքենան ու երկրագնդի վրա ձիերի 50%-ին բնաջնջել է, պատկերացնում եք ինչ ահավոր վերաբերմունք է մարդու ձիին։ Ինքը պարզապես հետաքրքրասեր կենդանիներ են, եթե ամբողջ մանեժում միտեղ մի հատ մետաղական այսպես բան գցած լինի, ինքը կգնա, կկանգնի դրան, իրան կվախացնի, կվախի, խուճապի կմատնի ու կփախնի, դա է ձին։ Ղարաբաղյան ձիու մասին, ֆանտաստիկ լավ ձի է եղել, բայց ոչ սպորտի ու ոչ բանի համար։ Դա Ախալցեկինյան ձիու Արաբի խառնուրդն է, հարմարացված լեռնային բանի։ 60-ական թվականներին վաճառվեցին նվերներ տվեցին Խրուշչովը զամանին մլեք ուշին Ախալցեկին այս Անգլիայի թագուն նվեր տվեց բանը հովատակներին վերացին Ախստաֆինսկի կոնզավոդում մատակներին է կտրտեցին պիսեսներին կերակրեցին ու պրծավ դրանով հիմա Ադրբեջանում կա ճիշտ է պոլուկրովկա է դա ընդամենը ջիպ է Սմբակները սև են ամուր օվսիդիանի պես լեռնային քարայծի պես կարա քարից քար ցածկի այսինքն այդ լանդշաֆտի համար օգտագործվող ձի է։ Նա սպորտում ոչ արագավազքի հրաշքներ է գործում, ոչ բարձր թռիչքներ է թռնում, ոչ, բայց շատ լավ ձի է։ Ձի պահելու ամենաբարդ կողմը կերակրելն է ձիուն։ Կեր ճարելն է, կեր առնելն է։ Գիտությունը վաղուց է ապացուցել, որ ձիերի հետ շփումը խիստ դրական է ազդում մարդու հոգեկան վիճակի վրա, բուժում է սթրեսներն ու դեպրեսիաները, ազատելով մարդուն բազմաթիվ այլ հիվանդություններից։ Թե այդ նպատակով եւ թե պարզապես ձիերի հետ շփվելու համար ձիաբուծարան են այցելում բազմաթիվ երեխաներ։ Թեև ինքը տնօրենը բոլորին չի կարող հիշել, սակայն նրանք բոլորը հիշում են իրեն ու կոչում Քերի Գագիկ։ Հիշում են այդ ամենի նախաձեռնող ու կազմակերպիչ Գագիկ Փարաջյանի հոգատար վերաբերմունքը, ձիու հետ առաջին շփումն ու հեծնելը։ Կինը 12 տարեկանում իրան ինքը ընկերոջս դուստրն էր, առաջի անգամ ձի եմ նստացրել, 18 տարեկանում նորից նստացրեցի եւ ամուսնացա։ Իմ կինը շատ է սիրում ձիեր, աղջիկս էլ է սիրում, իմ ամբողջ ընտանիքը սիրում է ձիեր։ Եթե իմ կինս ձիեր չսիրեր, ես չէի կարող այս ձիերով այսպես չվել։ Եթե իմ կինս իմ ոտքի տակին հող չապահովեր, ես չէի կարող սենց ազատ այս
իմ սիրուն ձիերի հանդեպ։ Ես պարզապես չեմ կարող առանց ձիերի ապրեմ, դրա համար էլ ձի եմ պահում, ես իրանց մեջ եմ ինձ զգում։ Այս փոքրիկ մոլորակ է այս տարածքը, հա։ Գագիկն ապրում է անկոտրում նպատակադրումով, որքան հնարավոր է մերձեցնել մարդուն ձիերին, շահագրգռել, սիրել կենդանիներին։ Նրա կյանքի մյուս մեծ նպատակն է ուսումնասիրել, ճանաչել, հանրայնացնել ու բուծել գրեթե անհետացած Ղարաբաղյան ձին։ Դիտելով Գագիկ Փարաջյանի նպատակասլացությունից ու գործի նկատմամբ սիրուց, երկու նպատակներն էլ նա կիրականացնի։